Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնում է ոլորտային մի շարք մարմինների գերատեսչությունների 2024 թվականին իրականացված ծրագրերի ֆինանսական ցուցանիշները։ Սկսենք Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2024 թվականի բյուջեի կատարողականից, որը կազմել է 102.7 միլիարդ դրամ, կատարողականը կազմում է 94.9%, Էկոնոմիկայի նախարարության 2024 թվականի բյուջեի կատարողականը կազմել է 72 միլիարդ 400 միլիոն դրամ, կատարողականը կազմում է 96.4%, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բյուջեն հաշվետու տարում կազմել է 274.6 միլիարդ դրամ։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծախսերը 2024-ին կազմել են 16 միլիարդ 300 միլիոն դրամ, իսկ կադաստրի կոմիտեի նախորդ տարվա բյուջեն կազմել է 4.4 միլիարդ դրամ։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ծախսել է 605.5 միլիոն դրամ, կատարողականը 81.8%, Այստեղ էլ նույնպես առկա է 1 ծրագիր և 2 միջոցառում, փաստացի իրականացվել է 1 ծրագիր և 3 միջոցառում, և վերջինը քաղաքաշինության կոմիտեն, որի կատարողականը կազմել է 2.6 միլիարդ դրամ, կատարողականը 51%, պլանավորված էր իրականացնել 1 ծրագիր և 7 միջոցառում, իրականացվել է 1 ծրագիր և 9 միջոցառում։ Հովիկ Աղազարյանին հետաքրքրում է 2026 թվականին ինչպիսին կլինի հարկերի և հնա հարաբերակցությունն այն դեպքում, երբ 2024 թվականին ցուցանիշը 2023-ի համեմատ էապես նվազել է։ Ֆինանսների նախարարը պատասխանում է. Պարոն Աղազարյան, նվազում եղել է, այո, որը պայմանավորված է մեր տնտեսության կառուցվածքային որոշակի փոփոխություններով, որովհետև արտահանման ոլորտում էական ավելացումներ ենք ունեցել և արտահանման ոլորտը այդքան հարգունակ չի։ Մենք իհարկե թիրախ ունենք և կարծում եմ, որ մենք եթե չհասնենք, ապա ընդհուպ կմոտենանք այդ թիրախին։ Մեր կանխատեսումներով 2026 թվականի արդյունքներով կարծում եմ կունենանք 25%-ին մոտ 25% հարկեր հնա հարաբերակցություն։ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկման ժամանակ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը զեկուցեց. Հայաստանում 2024 թվականին հավաքագրված ավելացված արժեքի հարկի ընդհանուր ծավալը նվազել է 1.5%-ով։ Եթե փորձենք երկու մասի բաղդատել, այսինքն հարկային մարմնի կողմից հավաքագրումներ և մաքսային մարմնի կողմից հավաքագրումներ, առաջինի դեպքում ունենք 11.2%-անոց աճ, որը առաջանցիկ է, քան մեր տնտեսական աճի կամ ակտիվության տեմպերն են, երկրորդ դեպքում ունենք 15%-անոց անկում, մոտավորապես մաքսայինի կողմից։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ սահմանին հավաքագրումների կամ ներմուծման մեջ որոշ խնդիրներ են եղել, որոնք օբյեկտիվ են։ Հիմնական մասը ավտոմեքենաներն են, տեսեք նախորդող տարիներին բավական մեծ աճեր ունեինք ավտոմեքենաների ներմուծման, և այդ բարձր բազայի վրա արդեն 2024 թվականին նվազում տեղի ունեցավ։ Պետությունը նախատեսում է Դիլիջանի թունելի կողքին նոր թունել կառուցել, իսկ գործող թունելը կօգտագործվի վթարային իրավիճակների համար, տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը։ Նախարարը խոսեց նաև նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքների ու ընթացիկ ծրագրերի մասին։ Խոշոր միջոցառումներից են պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագիրը, որի գծով փաստացի ծախսը կազմել է 52.7 միլիարդ դրամ կամ պլանավորածի շուրջ 92.6%-ը։ Այս ծրագրի շրջանակներում իրականացվել է 333 կիլոմետր ավտոմոբիլային ճանապարհների հիմնանորոգման, որից 119 կիլոմետրը միջպետական, 109 կիլոմետր հանրապետական, 105 կիլոմետր մարզային ճանապարհների կառուցման, ինչպես նաև թվով 43 ճանապարհատվածների գծով նախագծման աշխատանքներ։ Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու նպատակով շարունակվում են աշխարհում գործող միջուկային տեխնոլոգիաների, այդ թվում մոդուլային ռեակտորների ուսումնասիրությունները, ասաց նախարարը։ Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նպատակով իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում կհստակեցվի դրա մոդելը, հաշվի առնելով
Ինչպես Հայաստանի էներգահամակարգի առանձնահատկություններն, այնպես էլ հզորության և ֆինանսավորման կառուցվածքի հարցերը։ Անդրադառնալով Իրան-Հայաստան բարձրավոլտ գծի շինարարության աշխատանքներին, Դավիթ Խուդատյանը տեղեկացրեց, աշխատանքների 80%-ն արդեն ավարտված են։ Հասմիկ Ֆահրադյան, Արմալուր։